Ընտրել եք Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերությունը, իսկ եթերը շարունակում է մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը բարևձեզ։ Անտարածածկ ու խոտածածկ տարածքների հրդեհների հավանականությունը մեծանում է հատկապես տարվա այս ժամանակահատվածում։ Պատճառները մի քանիսն են, հենց դրանց մասին է մեր առաջին տեսանյութը։ Գաղտնիք չէ հրդեհների առաջացման վտանգն առավել մեծանում է խոթունցից ու բերքահավաքից հետո։ Այս տարի նախորդ տարիների նման մարզում գրանցվել են հրդեհների դեպքեր։ Դրանց թիվը ըստ արտակարգ իրավիճակների նախարարության վերլուծության բարձր է եղել 2012 թվականին, որից հետո նվազել է։ 2014-ին դարձյալ հրդեհների բռնկման դեպքերի աճ է նկատվել։ Համեմատած նախորդ տարվա հետ բարեբախտաբար հրդեհները այս տարի նվազել են։ Մարզում գրանցվել է 25 դեպք, որից 9 եղել է անտառային հատվածներում, իսկ 16-ը չոր խոտածածկ տարածքներում, նշում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետը Հրաչ Անտոնյանը տեղեկացնում է նաև հուլիսի 28-ին Լոռու մարզում գրանցված հրդեհների մասին։ Բարեբախտաբար հրդեհը անտառային հատվածներ չի ընդգրկել։ Երեք ընդհանրապես ունեցել են երկու դեպք, մեկը Սպիտակի տարածքաշրջանում, մյուսը Թումանյանի տարածքաշրջանում, որտեղ երկու տեղն էլ այրվում էին չոր խոտածածկ տարածքներ։ Մեր տղաները կազմակերպել են, իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, ընդհանրապես չոր խոտածածկ տարածքներ են եղել։ Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը քաղաքացիների նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում, սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկի չափով։ Անտառային հրդեհների կանխմամբ հրդեհային տեսչությանն ու ոստիկանությանը հավասար պետք է մտահոգ լինի նաև շարքային ցանկացած քաղաքացի, նկատում եւ անհանգստանում է Հրաչ Անտոնյանը, եթե քաղաքացին ցանկություն ունի այրել, մաքրել իր տարածքը, ապա այս դեպքում լուծում եւս կա՝ խորհրդատվությունից մինչեւ մասնակցություն։ Կհրավիրեի մեր ազգաբնակչության ուշադրությունը, որպեսզի առանց հսկողության կրակներ չթողնեն եւ չնպաստեն։ Եթե ցանկանում են իրոք մաքրեն իրենց տարածքները, ապա դիմեն մեր օգնության, մենք խորհուրդ կտանք, կօգնենք, անհրաժեշտության դեպքում կմասնակցենք, որպեսզի հրդեհները իրենց տարածքից դուրս չտարածվեն եւ չմտնեն անտառները, չվնասեն մեր հանրային սեփականությունը։ Լոռու մարզային փրկարարական վարչությունից հորդորում են զերծ մնալ հրդեհների բռնկման պատճառ հանդիսանալուց, իրազեկվել եւ իրազեկել միմյանց։ Ճիշտ կազմակերպված հրդեհային կանխարգելիչ աշխատանքներն ու հակահրդեհային միջոցառումների կատարումը թույլ կտան բացառել հրդեհի առաջացման հնարավորությունը եւ խուսափել ծանր հետևանքներից։ Աննա Պեչենևսկայան, Արինե Ասատրյան, Արտակ Բրյուդյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը։ Գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ աշխատանքները մարզում շարունակվում են։ Մինչ աշնան վերջ մի քանի տասնյակ համայնքներում մեծ ու փոքր շինարարական ու վերականգնողական ծրագրեր ավարտին կհասցվեն։ Մարզի գյուղական համայնքների փոքր բյուջեները մեծ խնդիրներ լուծելու հնարավորություն չեն տալիս, իսկ այդ խնդիրները մարզում բավականին շատ են։ Այդ համայնքներից մեկը Լոռու մարզի Չկալով համայնքն է։ Համայնքի մի շարք հրատապ խնդիրների շարքում առաջնայինը ջուրն էր, ավելի ճիշտ խմելու ջրի համակարգի բացակայությունը։ Բնակիչների խմելու ջրի միակ աղբյուրը վաղուց սակավաջուր էր։ Մի քանի բարերարների աջակցությամբ, ինչպես նաև պետբյուջեի ներդրմամբ Չկալովում կառուցվել է 22 կիլոմետր երկարությամբ ջրագիծ։ Կառուցման աշխատանքներին մասնակցել են գյուղի բնակիչները, հատկապես երիտասարդները։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար Լոռու մարզպետարանը կներդնի եւս 3 միլիոն դրամ։ Մենք արդեն ունենք մի շարք համայնքներ, տասնյակ համայնքներ, որտեղ մշտական ջրով ապահովված են այդ համայնքները եւ ես համոզված եմ, որ տարեստարի այդ համայնքների ցանկը կավելանա։ Շատ լավ է, գյուղացիները երևի կփրկվեն սրանով։ Շատ մեծ գործ է, շատ։ Եվ մարդը ջուր չունի, ոչ մի բան չունի։ Առաքելություն Հայաստան բարեսիրական հասարակական կազմակերպությունը Դպրատուն ուսումնական կենտրոնի հետ համատեղ ներկայացել է ծրագրով, աջակցություն է ցուցաբերել նաև Լոռու մարզպետարանը։ Ծրագրի շահառուները հաշմանդամություն ունեցող անձինք են։ Թվով 46 հաշմանդամություն ունեցող անձ կստանան վկայականներ հրուշակագործության, խոհարարության եւ սեղանի հարդարում հմտություններին տիրապետելուց հետո, բայց մինչ այդ քննությունն է, որտեղ էլ մասնակիցները ներկայանում են իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններն են ի ցույց դնում։ Շահառուները բաժանվել են 3 խմբի։ Քննական ընթացքից տպավորված է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղարը։ Եվ պետք է ասել, նրանք արդեն աշխատաշուկայում բավականին մրցունակ կլինեն այսուհետ եւ համապատասխան աշխատանք գտնելուց հետո կարող են արդեն հոգալ իրենց ընտանիքի հոգսերը։ Ծրագիրն իրականություն է դարձել Առաքելություն Հայաստանի եւ Դպրատուն ուսումնական կենտրոնի համագործակցության արդյունքում։ Ծրագիրը պատկանում է Համաշխարհային բանկին։ Կազմակերպությունը Վանաձորում եւ Լոռու մարզի այլ քաղաքներում իրականացնում է մասնագիտական ուսուցման ծրագրեր։ Եռամսյա դասընթացները ենթադրում են դասընթացներին 1.5 ժամյա տևողությամբ, շաբաթը 3 անգամ մասնակցություն, ուսուցումը ամբողջությամբ անվճար է,
Մեր կազմակերպության կողմից բանկի աջակցության միջոցով համաշխարհային տրամադրվում է նաև տրանսպորտային վճարների ուրեմն հոգացություն եւ փաստորեն ստացվում է այնպես, որ հաշմանդամությունող անձը առանց որևէ գումար ծախսելու գալիս հասնում է ուսումնական կենտրոն եւ ստանում է անվճար ուսուցում։ Շատ կօգնի, շատ հետագա մասենք պլաններս այնպիսին են ոչ թե այստեղի, այլ արտերկրում աշխատելու համար։ Բոլոր ամենինչ շատ յուրահատուկ մենք բանսվորություն ենք։ Նախատեսվում է նաև ծրագրի երկրորդ փուլը սկսել դարձյալ եռամյա։ Կազմակերպիչները հիշեցնում են նաև նպատակը, այն է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակության մեջ, նրանց հնարավորություններ տալով լիարժեք մասը զգալ հասարակության։ Պատրաստված հուշակեղենն էլ շահառուների նախաձեռնությամբ կհյուրասիրվեն Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության շահառու տարեցներին։ Անահիտ Կապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Կառավարությունը հրավիրել է ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը, մանրամասները տեսանյութում։ Հայաստանի իշխանությունները նախատեսում են ձևավորել օրինավոր եւ բարեխիղճ հանրային ծառայողների մի ամբողջ դաս, որի միջոցով էլ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացած հակակոռուպցիոն նոր խորհրդի առաջին նիստում հավանության արժանացավ Հայաստանի հակակոռուպցիոն արդեն երրորդ ռազմավարությունը, ուր եւ մասնավորապես նշված է նման դասի ձևավորման մասին։ Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը ձևավորվել է այս փետրվարին եւ այսօրվա նիստին քաղաքական ուժերից ներկա էին միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ինչպես նաեւ մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նոր ռազմավարությունը ներկայացնում էր Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը։ Ռազմավարությունը առաջնային ուղղություններից է օրինավոր եւ բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը։ Այս առումով նախագիծն առաջարկում է հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց օրինավոր եւ բարեխիղճ վարքագիծն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, շահերի բախումը կանխարգելող գործնականորեն կիրառելի կառուցակարգերի ձևավորում։ Ըստ ռազմավարության հակակոռուպցիոն ծրագիրը իրականացվելու է թիրախային 4 ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, պետեկամուտների հավաքագրում եւ ոստիկանություն։ Ամբողջապես կվերանայվի հանրային ծառայության մասին օրենքը, հանրային ծառայողների էթիկայի կանոնները, շահերի բախման, գույքի եւ եկամուտների հայտարարման ինստիտուտները, կբարեփոխվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործիքակազմը։ Վարչապետը նշեց, խորհրդում հավանության արժանացած ռազմավարությունը ներկայացնելու է կառավարության հավանությանը, որպեսզի փաստաթուղթը դառնա իրավական ակտ։ Հովիկ Աբրահամյանը կարծես ոգևորված էր։ Մենք պետք է հուսախաբանենք այն մարդկանց, ովքեր չեն ցանկացել այսօր մասնակցել մեր խորհրդի նիստին։ Մեր լավ աշխատանքով, արդյունավետ եւ արդար թափանցիկ աշխատանքով եւ իրոք կոռուպցիոն բոլոր ռիսկերը մենք պետք է վերհանենք, մենք որևէ կաշկանդացություն չունենք։ Մենք որևէ պատասխանատվություն կառավարության կամ որևէ չինովնիկի անդամի կամ որևէ չինովնիկի նկատմամբ չունենք։ Մենք շատ բաց ենք, թափանցիկ ենք եւ մենք կնպաստենք, որ յուրաքանչյուր թերացում, բաց թողում, կոռուպցիոն ռիսկ վերհանվի եւ քննադատվի անպատասխան մեթոդով նաեւ պատժվի։ Լրատվամիջոցներում բազմից է նշվել նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ իշխանության բազմաթիվ այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին, հարազատներին պատկանող տարաբնույթ բիզնեսների մասին եւ չնայած այդ հանգամանքին 2012-ի հունվարից գործող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը որևէ պաշտոնյայի հետ կապված չի հայտնաբերել շահերի բախման որևէ դեպք եւ չի նշել գեթ 1 պաշտոնյայի անուն, ով հարստացել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով ժամանակը ցույց կտա, թե իշխանությունները ինչքանով են լուրջ տրամադրված երկրում կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Հոկտանյանը ընդգծեց, ինքը այսօր պարզապես ներկա էր հակակոռուպցիոն խորհրդի նիստին եւ չի մասնակցում նրա աշխատանքներին։ Սերժ Սարգսյանը ժամանակին ասել էր պետք է մեծերի գլխից բռնել, ինչ է կարծում հնարավոր կլինի մեծերի գլխից բռնել։ Տեսնենք, ես հենց մինչև հիմա ինչ որ ասում եմ, դրա մասին է խոսքը։ Կլինի քաղաքական կամք, մեծերի գլխից կբռնեն։ Չի լինի քաղաքական կամք, կմնա նույն իմիտացիա։ Այսօրվա անցուդարձից այսքանը, ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումների Ներնա Անդոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք։ Էս ինչ է իրանում։ Ուզում էի քեզ անակնկալ անեի, բայց ոնց որ չստացվեց։
iPhone? Ահա։ 6? Ահա։ Ճիշտ է, ես համակարգիչ էի ուզում, բայց iPhone-ի մասին երազում էի։ Ապրես։ Լյուքս մասնագիտացված խանութ սրահ։ Խնայեք ձեր ժամանակը։ Բարև ձեզ եղանակի տեսության աջակիցն է լյուքս էլեկտրոնիկայի մասնագիտացված խանութ սրահը։ Լոռու մարզում օդի միջին ջերմաստիճանը կլինի 33 աստիճան տաքություն, այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Դաշիրում գիշերը սպասվում է 16, ցերեկը մինչև 28 աստիճան տաքություն, Ալավերդիում գիշերը կանխատեսվում է 21, ցերեկը մինչև 33 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կդիտվի 16, ցերեկը մինչև 27 աստիճան տաքություն, Ստեփանավանում գիշերը սպասվում է 22, ցերեկը մինչև 28 աստիճան տաքություն, Մարզկենտրոնում գիշերը սպասվում է 18, ցերեկը մինչև 28 աստիճան տաքություն։ Երևանում գիշերը սպասվում է 24, ցերեկը մինչև 38 աստիճան տաքություն։ Հուլիսի 30-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք հոտային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ռոռոկման ռեժիմը։ Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ եւ բաց մաշկ ունեցող անձանց։ Հանրապետության տարածքում հուլիսի 30-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավային շրջաններում կլինի մինչև 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-ից 2 աստիճանով։ Երևանում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Եղանակի մասին այսօր այսքան, անկախ եղանակից ժպտացեք հաճախ, ցտեսություն։